Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Օրինակ Վահեի մահը ես ոնց ուղղեմ այդ սխալը իմը Վահեն արագ է վարել ու Վահեի մահը ուղղակի դժբախտ պատահար էր կան հանգամանքներ, որոնք նպաստել են այդ վթարին, բայց ինչպես դու ես ասում, հիմա էլ ոչինչ փոխել հնարավոր չի Բայց դու կարող ես եւս մեկ մեծ խնդրից մեզ հետ պահել, քեզ հետ պահել։ Եթե հավատաս Արմանին ու չմեղադրես իրան։ Արմանի անունը չտաս։ Էլկա, այդպես էլ գիտեի, որ քնած չես, տեսա, որ Ռեբեկան դուրս եկավ, մտածեցի, քեզ մոտ գամ։ Ռեբեկան գնացել է պապիկի հետ խոսելու, մտածում է, որ ինչ-որ բան կարող է փոխել։ Իսկ դու ոնց ես։ Գորը այդպես էլ չզանգեց։ Չէ, 1000 անգամ գրել եմ ու զանգել, չի պատասխանում։ Իսկ դու ինչ-որ զանգի ես սպասում։ Դե, մտածում եմ, որ կարող Արման ինչ-որ ձև գտնի զանգի։ Չնայած Չգիտեմ էլ, որ զանգի ինչ եմ ասելու։ Էլկա, կներես ինձ, ես այնքան եմ ամաչում գորի ես պահվածքից։ Դու կապ չունես սար։ Էլկա, իսկ դու ճանաչում ես են տղային, որ օգնեց ինձ, որ գորի մոտ մտնեմ։ Ոնց որ Արմանի ընկերներից էր, կարողա քեզ էլ օգնի, կարողանաս գնալ տեսնել։ Եթե գոնե անունն իմանայի, կարողանայի ես էլ գնալ։ Քեզ համար գաղտնիք չի, որ ես Արմանին երբեք էլ չեմ սիրել։ Բայց հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ Արման այս պատմության հետ ոչ մի կապ չունի։ Ես չգիտեմ քո ու Արմանի միջև ինչ ա կատարվել, ուղղակի հետևանքներն ավելի վատ կարող են լինել, եթե դու չհավատաս Արմանին։ Մեկ-մեկ ճիշտը լինելու այդ մոլուցքը դառնում է մեր ամենամեծ թշնամին, պապի։ Տարօրինակը չէ։ Տես ինչ է ստացվում։ Ես եմ միշտ փորձել ձեզ հեռու պահել ամեն ինչից, ամեն վտանգից։ Ես եմ փորձել ձեզ իմ պատկերացրած ճանապարհով ուղղորդել, բայց այսօր հիմա երեխայի պես նստած լուր լսում եմ, թե ոնց է ինձ իմ թոռը կյանքի դասեր տալիս։
Որովհետև դու ես ինձ ասել, որ մենք ընտանիք ենք, որ մենք պետքա միշտ բռունցք լինենք։ Ու մենք պետքա պայքարենք միասին, ոչ թե իրար դեմ։ Ես քեզ հիմա այս վիճակով առաջին անգամ եմ տեսնում։ Դու ինձ համար միշտ ամենաուժեղ ու ամենաչկոտրվող մարդն ես եղել։ Բայց հիմա կբացվի լույսը, Ռեբեկա ջան, ու ես էլի կդառնամ այդ քո ասած չկոտրվող Սարոյանը։ Դու հիմա այս վիճակում ես, որովհետև քո խղճին էլ չի նստում Արմանի բանտարկված լինելը։ Լավ, կասես, խնդրում եմ, ինչ ա կատարվել, որ դու չես ուզում օգնես Արմանին։ Ուղղակի ասա ինձ, դա քեզ էլ կօգնի, դու էլ քեզ ավելի լավ կզգաս ու հնարավոր է ինչ-որ լուծում գտնենք։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ դու ամեն ինչ իմանաս։ Ու բոլորը պետք է ամեն ինչ իմանան։ Ես հասկանում եմ, որ այլևս ոչ մի բան ետ բերել չի կարելի։ Հնարավոր չի նաև Վահեին ետ բերել։ Բայց գոնե ես ամենից հետո կարելի է այդ տղայի անունը մաքրել։ Բայց Վահեն ինչ կապ ունի, մենք Արմանից էինք խոսում։ Արմանի հաշվի համարին է նստել են գումարը գողացված տպարանից, որի մեջ ես մեղադրում էի Վահեին։ Հիմա հասկանում ես, ես ինչի եմ այսքան վատ։ Ես էլի չէի հասկանա ոնց է կատարվել դա, եթե իհարկե պապատ ինձ գլխի չգցեր, որ ստուգեի Արմանի հաշիվները։ Պապան։ Պապատ։ Ինչ խաղաղում կյանքը մեր գլխին, տես ինչ է ստացվում։ Նրանք, ում ես երբևէ չեմ վստահել, նրանք, որ միշտ կեղծավոր են եղել, նրանք, պարզվեց, որ նրանք ավելի ազնիվ են, քան ես կարծում էի, իսկ նրանք, ում համար ես ոչինչ չեմ խնայել, պարզապես հասարակ սրիկաներ են։ Պապի չէ, Արմանը հնարավոր չի այդ գումարը գողացած լիներ։ Դու, ինձ թվում է դու երկրորդ անգամ նույն սխալն ես անում։ Արմանին ես եմ մեծացրել։ Արմանն իմ գրկում է մեծացել ու այսօր Արմանն ինձ թիկունքից հարվածում է։ Փաստներն է, Ռեբեկա, որ Արմանի հաշվի համարին է ճիշտ են գումարը, որը գողացվել էր տպարանից ու ինքն էլ խոստովանում է։ Արմանն է խոստովանել։ Արմանը։ Չէ, ես գիտեմ, որ այս ամենի թիկունքում Արմանի հայրն է։ Այս պատմությունը շատ ցավոտ է, շատ։ Բայց եթե նույնիսկ Արմանը չի փոխանցել այդ հաշվի համարին գումարը, Արմանը լռել է, ու այդ լռությունը պատճառ է դարձել մեծ ողբերգության։ Դե հիմա դու ասա ինձ, ես ոնց ներեմ Արմանին։ Պապի, դու սխալ որոշում ես կայացրել։ Բայց հիմա հետևանքները հնարավոր է լինեն ավելի ծանր։ Ախր Պապի, այն մարդը, որ իրականում գողություն արել է, շատ ավելի մոտ է քեզ կանգնած, քան Արմանը։ Նորից եմ կրկնում, պապի։ Գողություն անող մարդը քեզ պետքա շատ մոտ կանգնած լինի։
որովհետև մենակ քեզ մոտ կանգնած մարդը կարա նման բան անի ու չբռնվի։ Ես հիմա չգիտեմ, թե Արմանի հաշվին ոնց է նստել այդ գումարը, Արմանը ինչ կապ ունի կամ ինչի է ընդհանրապես խոստովանել, որ ինքն է այդ ամենը արել, բայց հավատա Արմանը ոչ մի կապ չունի։ Ռեբեկա, ինձ թվում է, թե դու կոնկրետ անուն գիտես։ Ես ուղղակի ենթադրում եմ, որովհետև դու հիմա շատ սխալ ես անում, որ Արմանի հետ նման կերպ ես վարվում ու իրան չես օգնում։ Ինքդ մտածի։ Արմանը միշտ քեզ հետ է եղել։ Ճիշտ է, ինքը կարողանում էր գալ տպարան, մտնել քո սենյակ, բայց ինքը չէր կարող գնալ գլխավոր հաշվապահի սենյակ ու համակարգչով ինչ-որ բաներ անել։ Չէր կարող հետո տեսագրությունը ջնջել։ Այն մարդը, որ այդ գողությունը արել է, ես վստահ եմ, որ տպարանից է։ Տպարանի աշխատողներից է։ Միայն տպարանի աշխատակիցներից ինչ-որ մեկը կարող էր տեսագրությունը կտրել, այդ գումարը գողանալու ու ամեն ինչ վերջիվերջո այնպես կազմակերպել, որ չբռնվեր։ Անունը։ Անունը ասա, Ռեբեկա, անունը։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մեկին կասկածում ես։ Սպասում եմ, ասա, անունը։ Ես էլի կփորձեմ կապվել Գորի հետ։ Իմաստը։ Չգիտեմ։ Ինքս ինձ խոստացել էի, որ Գորին էլ չեմ գրելու ու չեմ զանգելու, բայց բարկությունս չեմ կարողանում կառավարել էլ կա։ Համ բարկանում եմ, համ էլ գիտես ինչ եմ մտածում, որ այս ամեն ինչը մի տեսակ Գորի նման չի։ Ախր ինքը այս տեսակը չի։ Այս ամեն ինչն ասում եմ, բայց մեկը իր պահվածքին արդարացում չեմ գտնում։ Սար, Արմանի պատմությունը մի կողմ դրած մեկը, Գորը իրան քո հանդեպ էլ սխալ պահեց։ Հյուրանոցի պատմությունը շատ բաներ նշանակում։ Հատ-հաճ դեպք էր, բայց դու մեղավոր չէիր։ Դու իրան բացատրել ես, չէ՞ որ դու մեղավոր չես։ Իսկ իմ մոտ այնպիսի տպավորություն էր, կներես, որ այսպես եմ ասում, բայց ինքը ոչ թե չհավատաց քեզ, այլ չէր ուզում հավատալ։ Ես էլ եմ շատ այդ մասին մտածել։ Գորյան վստահությունն ու կասկածները ինձ շատ են կոտրել, բայց էլի ինչ որտեղ փորձում եմ իրեն հասկանալ, կամ ես եմ հորինում դրանք, չգիտեմ։ Ուղղակի այս Արմանի հետ կապված թեման ինձ համար անսպասելի ու ցավալի բացահայտում էր։ Ոնց էլ լինի վերջը գալու ես տուն, չէ, Դիանա։ Սա ուղղակի իմ եզրակացությունն էր, պապի։ Բարձր մտածում եմ քեզ հետ, դրա համար չեմ կարող ինչ-որ անուն նշել։ Հա, որ։ Հա։ Ու անկախ ամեն ինչից խնդրում եմ։ Դու մտածի Արմանին օգնելու մասին։ Թեկուզ մենակ նրա համար, որ ես հանգիստ լինեմ։ Գիտես ինչ վատ եմ ինձ զգում, որ գիտեմ իմ պատճառով այդքան մարդ տառապում է։
Ախր Արմանը ընդհանրապես կապ չունի այս պատմության հետ ու արդար չի, որ ինքը հիմա այդ տեղա։ Դու քեզ վատ ես զգում, իսկ նա ով էս խառնաշփոթը ստեղծել է հանգիստ վայելում է կյանքը։ Չհասկացա։ Կարծում ես չգիտեմ ինչ է կատարվել։ Ասա ինձ խնդրեմ, Ռեբեկա, ինչով է քեզ վախեցրել այդ Դիանան, որ դրա անունը չես տալիս։ Բայց Դիանան ինչ կապ ունի։ Կապ չունի։ Ինձ նայիր աչքերիս մեջ ու պատասխանիր հարցիս։ Ինչով է քեզ վախեցրել, որ դրա անունը չես տալիս։ Այդ հյուրանոցի հետ կապված պատմությունը Դիանայի ձեռքի գործն է, չէ՞։ Չէ։ Գիտես ինձ ինչն է քո բնավորության մեջ դուր գալիս։ Այն որ ստել չգիտես ու չես էլ կարողանում։ Քո հետ ասած չեն 1000 այոյի էր նման։ Պապի, Այն որ այդ պատմությունը Դիանայի ձեռքի գործն է, ես դա վաղուց գիտեի։ Փորձեցի դեպքերը կատարվածը եղածը կողք կողքի շարել ու հասկացա, որ նման ստորություն միայն Դիանան կարող էր անել։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչով է նա քեզ վախեցրել։ անգամ եթե այս ամենը Դիանան է արել, մենք ապացույց չունենք, չեն կարող ապացուցել։ Փաստն այն է, որ ունենք տուժածով հիվանդանոցումը ու Արման, ով ընդհանրապես այս պատմության հետ կապ չունի ու մեղադրվում է հանցանքի մեջ։ Եվ գոր, ով էս պատմության մասնակից է, եւ որ հիմա չկա, որովհետեւ Դիանան եղբոր կաշի փրկելու ձևը գտավ։ Ես չգիտեմ մենք ոնց կարող ենք ապացուցել Դիանայի մեղքը, բայց կարծում եմ հիվանդանոցի տղան կկարողանա մեզ օգնել։ Իմ մտքով էլ դա անցավ, Ռեբեկա, բայց մինչև դրան հասնել ասա ինձ խնդրեմ, ինչի ես դու այդ ամբողջ մեղքը վերցրել քեզ վրա։ Դու այդ տեսակին չես պատկանում, որ ուրիշի մեղքը հանուն չգիտեմ ինչ-ինչերի վերցնես քեզ վրա։ Դու այդ մարդը չես։ Եվ հետո ես գիտեմ, որ դու Դիանայի հետ արդեն վաղուց չեք շփվում։ Նշանակում է ինչ-որ մի բան կոտրվել է ձեր մեջ, ինչ-որ բան է կատարվել։ Ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ու դու էլ չես ասում։ Ինչով է վախեցրել քեզ Դիանան, որ դրա անունը չես տալիս։ Ոչ մի բանով, պապի։ Ես իրոք մեղավոր եմ։ Ես եմ զանգել Սարային, կարող է Սարայից էլ հարցնել, եթե չես հավատում ինձ։ Ես Սարային ասացի, որ կա այդ հյուրանոց, որ այդտեղ եմ մնում, չնայած որ երբեք այդ հյուրանոցում չեմ եղել։ Լավ, ես քեզ հասկացա։ Եթե չես ուզում մի ասա, ես էլ ձև կանեմ իբր հավատացի քեզ։ Ես արդեն գնամ, հա ինձ կներես, լուսանումա գնամ մի քիչ քնեմ։ Գնա։ Խոսեցիք պապիկի հետ։
Ինչի քնած չես։ Փորձեցի, բայց չստացվեց։ Լույսը արդեն բացվում է։ Պարկի քնի գոնե մի ժամ։ Չքնելով Արմանին չես օգնելու։ Ռեբեկա, ինչ ասեց պապիկը։ Ես հարց եմ տալիս, դու շրջանցում ես։ Ինքը իր որոշումը չի փոխելու, չէ՞։ Կփոխի։ Ես քեզ խոստանում եմ, որ կփոխի։ Արմանը շուտով ազատության մեջ կլինի։ Հա, բայց ինչ ասել պապիկը, որ սենց վստահ ես խոսում։ Էլկա, ես չգիտեմ ինչ է կատարվել Արմանի ու պապիկի միջև, բայց պապիկը Արմանին շատ է սիրում։ Ու վստահ եմ, որ ամեն ինչ կհարթվի։ Ինչ գիտես։ Էլկա, կլինի գոնե մի անգամ ինձ վստահես։ Ճիշտ է, Արմանը աչքիս լույսը չի, բայց ամեն դեպքում արդար չի, որ ինքը հիմա այնտեղ է։ Հետո ես չեմ ուզում, որ դու սենց տանջվես։ Արմանը շուտով ազատության մեջ կլինի ու քո հետ կլինի։ Ճիշտ է, հենց վաղը չէ, բայց շատ մոտ ապագայում կլինի քեզ հետ։ Ես հասկանում եմ, որ հիմա Արմանի ազատության մեջ լինելը իրականում անհնարին բան է, բայց քո խոսելուց մեջս հույսը արթնանում։ Ու շատ ճիշտ է անում։ Լավ ձյամնա, եղավ։ Ստեղ մարդ կա։ Ինչ որ մեկը կա ստեղ։ Ինչ ա եղել։ Ես մի զանգի հնարավորություն ունեմ, չէ՞։ Օրենքով ինձ հասնում է, քննիչին ասեք, որ ես ուզում եմ զանգեմ։ Լավ, փոխանցեմ։ Զսպի քեզ սառը։ Ես հասկանում եմ, որ այլևս ոչ մի բան ետ բերել չի կարելի։ Հնարավոր չի նաև վահին ետ բերել։ Բայց գոնե ես ամենից հետո կարելի է այդ տղայի անունը մաքրել։ Բայց Վահեն ինչ կապ ունի, մենք Արմանից էինք խոսում։ Արմանի հաշվի համարին է նստել են գումարը գողացված տպարանից, որի մեջ ես մեղադրում էի Վահեին։ Հիմա հասկանում ես, ես ինչի եմ այսքան վատ։ Ես էլի չէի հասկանա ոնց է կատարվել դա, եթե իհարկե պապատ ինձ գլխի չգցեր, որ ստուգեի Արմանի հաշիվները։ Պապան։
Պապատ։ Ինչ խաղաղում կյանքը մեր գլխին, տես ինչ է ստացվում։ Նրանք, ում ես երբևէ չեմ վստահել, նրանք, որ միշտ կեղծավոր են եղել, նրանք, պարզվեց, որ նրանք ավելի ազնիվ են, քան ես կարծում էի, իսկ նրանք, ում համար ես ոչինչ չեմ խնայել, պարզապես հասարակ սրիկաներ են։ Ինչքան էլ փորձում եմ ինձ զսպել, մեկը չեմ կարող քեզ չասել են, ինչ մտածում եմ։ Հիմա արդեն կարևոր չի կպատասխանես, թե չէ, կարևորը կլսես հաղորդագրությունս ու կիմանաս, թե ով ես դու իրականում։ Ինձ այդքան ժամանակ ասում էիր, որ ոչ մի բանի մասին չմտածեմ, որ դու միշտ կողքիս կլինես, բայց քո արածը առնվազն տղամարդկային չի, Գոր։ Գիտես, ես անգամ չեմ զարմանա, եթե դու հաստատես, որ Արմանն ա ծեծել այդ տղային։ Դու երեխու պես փախել ու գնացել ես։ Դու ուղղակի հարմար առիթը բաց չես թողել ու փախել ես, Գոր։ Գիտես, դուք բոլորը տականք եք։ Էմիլը, Դիանան, դու, բայց դու բոլորին գերազանցեցիր, Գոր։ Խանգարում։ Իհարկե չես խանգարում, ներս արի։ Ինչ ա եղել։ Ես օգնության կարիք ունեմ։ Ու մտածեցի, որ ճիշտ կլինի քեզ դիմեմ առաջին հերթին։ Հնարավոր է, որ հետո փոշմանեմ ես արածիս համար, բայց անկեղծ ես արդեն խելագարվում եմ։ Ինչ ես ես վիճակում, բալես։ Մամ, մի բան կա, որը ինձ չի թողնում ես հանգիստ ապրեմ։ Ես մի բան գիտեմ ու էլ չեմ կարողանում պահել մեջս։ Մի խոսքով մի գաղտնիք կա, որի պատճառով ես կորցրեցի իմ կյանքի ամենակարևոր մարդուն։ Բայց ինչքան էլ զարմանալի է, կարողացա փրկել մեկ այլ ինձ համար կարևոր մարդու կյանք։ Ուղղակի այդ գաղտնիքը հիմա կանգնած է կոկորդիս ու ես չգիտեմ ինչ անեմ։ Այդ ամենի պատճառով ուրիշ մարդկանց կյանքեր են կործանվում։ Ես չգիտեմ ինչ գաղտնիքի մասին ես խոսում, բայց եթե դրանից մի քանի ամիս է անցել ու դու նույն ձևով տանջվում ես, ապա խոսիր, բալես։ Ասա, թեթևացրու սիրտդ։ Ես գիտեմ, որ գաղտնիքներ կան, որ ծանր բեռի նման տանում ես ուսերիդ ու որ հանկարծ չբացահայտվի ամեն անգամ նոր սուտ ես հորինում։ Հիմա ես այնքան վատ դրության մեջ եմ, մամ։ Անկեղծ չգիտեմ ինչ անեմ։ Ախր ասեմ այդ գաղտնիքի մասին, թե չասեմ, միևնույն է մեր շուրջը քաոս է լինելու։ Կասես ինչի մասին է խոսքը, բալես։ Տպարանի գողության։ Այդ գողությունը իրականում դու գիտես ով է արել։ Հա, ու իմանալով այդ գաղտնիքը ես անգամ Վահեի մահից հետո չկարողացա ասել։ Չկարողացա իր անունը մաքրել։
Որովհետև այդ գողությունը իրականում մարել է Հայրդ։ Դու գիտեիր։ Վերջերս եմ իմացել ու էլի շոկի մեջ էի։ Հասկանում ես, մամ։ Պապան իմանալով, թե ես ինչ ծանր իրավիճակում եմ։ Ես գնացել էի իր մոտ ու խնդրում էի, աղաչում էի, որ գար ձեզ պատմեր ամեն ինչ, ասեր, որ ինքն է արել։ Իսկ ինքը ուղղակի նայում էր ինձ ու ոչ մի բան չէր ասում։ Ինքը հանգիստ նայում էր, թե ես ոնց եմ մեռնում։ Նույնիսկ Վահեի մահից հետո ավելի վստահ էր, որովհետև մտածում էր, որ ոչ ոք չի իմանա։ Ես զարմանում եմ ախր։ Ինքը նայում էր, որ իր աղջիկը իր դիմաց կանգնած մեռնում է, ոչ մի բան չէր անում։ Իսկ ես նույնիսկ այդ ժամանակ վախենում էի ձեզ ասեի, որովհետև նույնիսկ վախենալու էր մտածել, թե պապին ինչ կանի պապայի հետ, եթե իմանա, որ դա ինքն է։ Ես էլի ուզում էի պապային փրկեի, բայց պապան արդեն սահմաններ անցնում է։ Ախր ես էլ իմանալով այդ ամենը լռել եմ։ Նշանակում է ես էլ եմ չէ հանցակից։ Բայց ինչով եմ ավելի լավը պապայից։ Ալո, Փուչուր ջան։ Արման, դու ես։ Ինչի բացի ինձանից ելով կարա քեզ ասի Փուչուր ջան։ Լացում ես Էլկա։ Ինձ թվում էր, որ էլ երբեք ձայնդ չեմ լսելու։ Էլկա չեմ մեռել, ընդամենը կալանավայրում եմ։ Ու դեռ կատակներ ես անում։ Գիտես ես քո համար ինչ անհանգիստ եմ։ Գիտես ինչքան եմ մտածում քո մասին։ Արման, գիտես քեզ ոնց եմ կարոտել։ Այ այդ վերջինին ամենաշատն էի սպասում։ Բա ոնց է ստացվել, որ զանգել ես։ Հոսոված չես մրսում, հաց կերել ես, Արման։ Հա, ու մեկ էլ ոնց կար ընկանենք ես քեզ տեսնեմ։ Մեկ էլ Մի րոպե սպասի։ Սպասի էլի մի րոպե, Փուչուր ջան։ ախր ես քեզ այնքան ասելու բան ունեմ, վախենում եմ չհասցնեմ։ Կհասցնես։ Ամեն ինչ կհասցնես։ Բայց հիմա չէ։ Ես մի զանգի հնարավորություն ունեմ ու զանգել եմ քեզ, որ ձայնդ լսեմ։ Արման, դու գիտես ես ոնց էի սպասում քո զանգին։ Հեռախոսս ձեռքիցս մի րոպե կողմ չեմ դրել։ Չնայած հույս չունեի, որ զանգելու ես։ Հիմա ինձ մենակ մի բան ասա։ Լավ ես, չէ՞։ Դու գիտես, թե ինչքան կարևոր է իմ համար, որ դու լավ լինես, որ դու լավ ես լինում իմ համար այդ աննկարագրելի մեծ ուժը։ Ես հիմա քեզ ոնց խափ եմ ասեմ, որ ես լավ եմ։ Դու այդտեղ ես, ես անընդհատ քո մասին եմ մտածում, Արման, ես չգիտեմ ոնց քեզ օգնեմ, հասկանում ես։ Չգիտեմ ինչ անեմ, որ քեզ օգնեմ։ Արի կլինի դու ոչ մի բանի մասին մի մտածի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ու այս ամեն ինչը ընդհանրապես ժամանակավոր բաներ են։ Ամեն ինչ կանցնի, այ կտեսնես։ Ու սրանից հետո չլինեմ չիմանամ, որ լացել ես։ Հիշում ես, չէ՞, որ դու ինչքան լավ ես լինում, ես այլ ավելի լավ եմ լինում։ Խոսք ես տալիս, չէ՞, որ այլ չես լացի։ Գորը չեկա։ Քեզ բաց չեմ թողնում։ Ես ոնց լավ լինեմ։ Ես ամեն ինչից տեղյակ եմ, բայց չեմ ուզում այդ մասին խոսենք։ Էլկա կարող է այս գործընթացը ցկցկվի, բայց ես ուզում եմ հաստատ իմանալ։ Ուզում եմ ինձ խոստանաս, որ չես լացելու ու սպասելու ես ինձ։ Ես չգիտեմ էլ երբ կկարողանամ քեզ զանգել, բայց դու իմացի ու միշտ հիշի, որ ես գժիպես սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Ու քեզ շատ եմ կարոտել։ Էլկա հիմա պետք է անջատեմ, էլ չեմ կարող խոսել։ Չէ, խնդրում եմ մի անջատի։ Արման,
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչքան ծանր է եղել քո համար հորդ արարքը։ Մյուս կողմից էլ Վահեի կորուստը։ Բայց գիտեմ, որ երկուսն էլ քո համար կարևոր մարդիկ են ու դու հայտնվել ես երկուսի արանքում։ Ես հիմա անգամ Վահեի գերեզմանին չեմ կարողանում գնալ։ Մենակ Աստված գիտի, թե ինչ մաղձավանջներով եմ ապրում, քնում արթնանում։ Ես ախր դավաճանեցի Վահեի հիշատակը։ Պապին պապային տնից հանեց դուրս ու ես մտածում էի, թե ինչ սարսափելի կլինի, եթե պապին իմանա գողության մասին։ Ես ուզում էի փրկել պապային, մտածում էի, որ իր համար դա դաս կլինի։ Բայց պապային ընդհանրապես չի հետաքրքրում ոչ մեկը։ Ինքը շարունակում է մյուսներին զոհ տալ։ Այսինքն Մամ, դու գիտես, ինչի պապին Արմանին չօգնեց։ ինչի համար։ Որովհետև պապան է այնպես կազմակերպել, որ պապին մտածի իբր Արմանն է կազմակերպել այդ գողությունը։ Այսինքն Ես չգիտեմ ոնց, բայց պապան այնպես արել, որ այդ գումարը նստի Արմանի հաշվին։ Ախր հասկանում ես, հիմա էլ պապան Էլկային է վնասում։ Պապան շատ լավ գիտեր, որ Էլկան Արմանին սիրում է։ Ու իրան ոչինչ չի հետաքրքրում ընդհանրապես։ Ախր այն պապան, ով իր աղջիկների համար պատրաստ էր անգամ աշխարհը շուռ տալ, հիմա սենց բաներ է անում։ Միսակը ձեր հայրն է։ Ու ես վատ չեմ արտահայտվի հորդ մասին։ Ուղղակի մի բան կասեմ, բալես։ Մենք երբեմն մեր սիրելի մարդկանց ու ծնողներին չափից շատ ենք իդեալականացնում, որովհետև սիրում ենք, Ռեբեկա ջան։ Իսկ դու միգուցե նոր ես սկսում ճանաչել քո հորը։ Ես արդեն չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում։ Ախր ամեն անգամ, երբ որոշում էի պապին պատմել ամեն ինչ, ապացույցներ ներկայացնել, վերջին պահին չէի կարողանում։ Որովհետև վերջ-վերջո հայրս է, ես չէի ուզում իր կյանքը կործանել։ Բայց ինքը ընդհանրապես մեր մասին չի մտածում։ Ինքը իր կաշին փրկելու համար ամեն ինչի պատրաստ է։ Ես զարմանում եմ, ինքը ոնց է կարողանում այդ ամենը իր խղճին ապրել։ Ես էլ չգիտեմ։ Արդեն 25 տարի։ Երևի այդպես էլ չիմանամ։ Հայկի մահը նկատի ունես։